Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ղեկավարության նիստը Երևանի մեջ։ Արցախի հանձնաժողովի գործունեության համառոտ հաշվետվություն Աշոտ Հարությունյան։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 7-րդ նստաշրջանը ազգային միասնության եւ պետականության ուղերձով Բենյամին Հովհաննիսյան։ Արդարություն, ազգային առաքելություն եւ պետական մտածողություն Մասիս Ինջիչյան։ Յուրաքանչյուր բادرակի ընթացքին վահանաբանքի խորանեն գհնչե աղոթք Արցախահայության հայրենի հողի եւ համար Գեսարիո անհետացած հայկական եկեղեցիները պատմական եկեղեցին Բուրսայի մեջ կվերածվի արվեստի կենտրոնի խոր վիշտով կհայտնենք որ մահացած է Վոլֆգանգ Կուստը Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանի գրասենյակին մեջ տեղի ունեցավ ղեկավարության հերթական նիստը նախագահ Արմենակ Աբրահամյան ներկայացուց ազգային ժողովի վերջին նստաշրջանին ընթացքին ղեկավարության գործունեության հաշվետվությունն ու կատարված աշխատանքները ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան բարձր գնահատեց ղեկավարության գործունեությունը եւ շնորհակալություն հայտնեց անդամներուն պետական ու ազգային նշանակության ծրագիրներու իրականացման համար նիստի շեշտվեցավ որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ինքնին կդիտարկե որպես 1920-ին միջազգային ճանաչում ստացած հայկական պետականության շարունակական իրավահաջորդը, իսկ իր հիմնական նպատակներն մեկն է միջազգային հանրության ներկայացնել Արևմտյան Հայաստանի հայության ինքնորոշման իրավունքն ու անոր իրավաքաղաքական հիմքերը։ Ներկայացվեցավ նաև վարչապետ Լիդիա Մարգոսյանի ուղերձը, որ հրապարակեց կառավարության խոսնակ Շողեր Բիլեմջան։ Ուղերձը կանդրադառնար ազգային միասնության, պետական մտածողության եւ հայկական իրավունքներու պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներուն։ Քննարկվեցան նաև հարաճիգա ծրագիրներն ու ազգային նախաձեռնությունները ուղղված Արևմտյան Հայաստանի պատմական, մշակութային եւ քաղաքական ժառանգության պահպանման ու ներկայացման։ Հաշվետու ժամանակահատվածին Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Արցախի հանձնաժողովը շարունակեց իր գործունեությունը Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքներու պաշտպանության, մշակութային ժառանգության պահպանության եւ բռնի դեղահանված արցախահայության իրավաքաղաքական իրազեկման ուղղությամբ։ Հանձնաժողովը համագործակցության գարելիություններ քննարկեց շարք մգարույցներու եւ հասարակական նախաձեռնություններու հետ, ներառյալ մշակութային ժառանգության ու մարդու իրավունքներու պաշտպանությամբ սպասող խումբեր, Գաջար գիտական կենտրոնը, Արցախի հանրապետության Հանրային խորհրդի մշակութային ժառանգության հանձնաժողովը, հայերու հայրենի կուսակցությունը, քաղաք խորհուրդը եւ այլ կառույցներ։ Իրականացվեցավ նաեւ աշխուժ հրապարակախոսական գործունեություն։ Հրապարակվեցան 100-ը ավելի հոդվածներ եւ վերլուծական նյութեր Արցախի բնիկության իրավունքի, Արցախահայության իրավունքներու, միջազգային իրավական պաշտպանության հնարավորություններու եւ մարդու իրավունքներու եվրոպական դատարանին մեջ Արցախի հարցով իրականացվող աշխատանքներու մասին։ Հայաստանի ներքաղաքական եւ ընտրական գործընթացներու պայմաններու մեջ Ժողովը պահպանեց քաղաքական չեզոքություն, առաջնահերթ նկատելով Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքներու պաշտպանությունն ու համախմբումը։ Միաժամանակ շեշտվեցավ, որ ընտրական գործընթացներում մասնակցող քաղաքական ուժերու մեծամասնությունը համարժեք ուշադրություն չի դարձնել բռնի դեղահանված արցախահայության անհատական եւ հավաքական իրավունքներուն։ Այդ պատճառով հանձնաժողովը հետեւողականորեն ընդգծեց, որ Արցախի հայության իրավունքներու պաշտպանությունը պետք է դիտարկել որպես համազգային իրավապաշտպան օրակարգ, հիմնված բնիկ ժողովուրդներու իրավունքներուն, պատմական արդարության եւ միջազգային իրավունքի սկզբունքներուն վրա։ Հանձնաժողովը կարևոր նկատեց նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կողմից ձևավորվող իրավապաշտպան օրակարգը եւ պիտի շարունակե նպաստել իրավական, գիտական ու տեղեկատվական աշխատանքներու զարգացման, ի նպաստ Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքներու, պատմամշակութային ժառանգության եւ ազգային շահերու պաշտպանության։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 3-րդ գումարման 7-րդ լիակումար նիստին ընդգծվեցավ ազգային միասնության, պետական մտածողության եւ հայրենանվեր գործունեության կարեւորությունը։ Նշվեցավ, որ հայկական պետականության վերականգնման եւ Արևմտյան Հայաստանի իրավունքներու պաշտպանության գործը կշարունակե համախմբել աշխարհի տարբեր երկիրներու մեջ բնակող հայերը։ Բանախոսները շեշտեցին, որ Արևմտյան Հայաստանը կշարունակե ապրիլ հայրու ինքնության, հիշողության եւ ազգային գիտակցության մեջ։ Նշվեցավ նաեւ, որ միջազգային հարթակներու վրա աջող կրկություն ու իրականացվող ծրագիրները կնպաստեն հայկական իրավունքներու ճանաչման գործընթացին։ Նիստին անդրադարձ կատարվեցավ նաև հայկական պատմամշակութային ժառանգության։ Մասնագետներուն ներկայացվեցան հատվածներ Անդրանիկ Երիցյանի 1900 թվականին հրատարակված «Մի ճամփորդություն» աշխատութենեն, ուր հայրենի բնաշխարհի գեղեցկությունը եւ անոր դրախտային դեսարանները ներկայացված են որպես հայ ժողովրդի պատմական հիշողության կարևոր մաս։ Նիստը ավարտեցավ ազգային համախմբման, պետականության ուժեղացման եւ Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարին հավատարիմ մնալու կոչերով։
Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 7-րդ նստաշրջանին ընթացքին պատգամավորներն ու պաշտոնատարները անդրադարձան ազգային առաքելության, պետականության գաղափարին եւ հայ ժողովրդի ապագայի տեսլականին։ Պատգամավոր Մասիս Ինջիջյան շնորհավորեց վարչապետ Լիդիա Մարգոսյանը եւ ընդգծեց, որ Արևմտյան Հայաստանի գործը հիմնված է արդարության, ճշմարտության եւ ազգային պատասխանատվության վրա։ Ան նշեց, որ հայ ժողովուրդը բազմաթիվ փորձություններու միջով անցնելով կշարունակե պահպանել իր հավատն ու ցկտումը դեպի արդարություն եւ ազգային վերածնունդ։ Ելույթներուն մեջ շեշտվեցավ նաև հայ ժողովրդի բնիկության եւ պատմական առաքելության գաղափարը։ Նշվեցավ, որ հայկական լեռնաշխարհը կարևոր դեր ունեցած է մարդկային քաղաքականության ու հոգեվոր արժեքներու ձևավորման մեջ, իսկ հայ ժողովուրդը գոչված է իր ներդրումը ունենալու համամարտկային արժեքներու հաստատման գործին մեջ։ Բանախոսները անդրադարձան նաև պատերազմներու, դեղահանություններու եւ քաղաքական ճգնաժամերու, շեշտելով, որ գայուն խաղաղությունը կարելի է ապահովել միայն արդարության եւ բարոյական արժեքներու հիման վրա։ Նիստին վերահաստատվեցավ, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության գործունեությունը միտված է հայկական իրավունքներու պաշտպանության, ազգային ինքնության պահպանման եւ պատմական արդարության հաստատման։ Կարևորվեցավ նաև 2004-ին կազմավորված Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի դերակատարությունը, որպես ազգային եւ իրավաքաղաքական գործընթացներու կարևոր հանգրվան։ Իրաքի մեջ ծնած եւ իր հոգեվոր ծառայությունը վահանավանքին կապած Սեր Ավետիքը դարիները ի վեր իր առաքելությունը կկատարե հավատքի, ազգային հիշողության եւ աղոթքի միջոցով։ Անոր աղոթներու մեջ առանձնահատուկ տեղ կգրավե Արցախը եւ յուրաքանչյուր բադարակի ընթացքին աղոթ կհնչե Արցախայության, հայրենի հողին եւ խաղաղության համար։ Այս հաղորդումը կներկայացնե Տեր Ավետիքի հոգեվոր ծառայությունը, խոհերն ու այն հավատքը, որ ուժ կուտա շարունակելու աղոթել Արցախի, Արցախայության եւ հայ ժողովրդի արժանապատիվ ապագային համար։ 1617 թվականին Կեսարիա այցելած Լեհ ճամփորդ Սիմեոնի գրառումները նոր լույս կսփռեն քաղաքի հայկական հոգեվոր եւ մշակութային կյանքին վրա։ Անոր վկայությամբ քաղաքին մեջ կգործեին Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Սարգիս եկեղեցիները, իսկ հայկական համայնքը կհաշվեր մոտ 500 ընտանիք։ Սիմեոն կնշե բազմաթիվ եկեղեցիներ, որոնց մեջ ոմանք հետակային մզգիթի վերածված են, ինչպես նաեւ Լուսավորչին, Ներսես Հայրաբեդին, Գեսարացի Փարսեղին եւ Սուրբ Մագարիոսին հետ կապված սրբավայրերը։ Ան առանձնահատուկ կերպով կնկարագրեր նաև Էրջիես լերը, ուր ըստ ավանդության գտնված են բազմաթիվ եկեղեցիներ։ Ամենամեծը Մարմարե սյուներով եւ քմփետով շքե գառույցը արդեն ավերագի վերածված էր։ Այս վկայությունները կհիշեցնեն Գեսարիո բազմատարյան հայկական ժառանգության մասին, որում բազմաթիվ հետքեր այսօր անհետացած են կամ մնացած միայն պատմական աղբյուրներում մեջ։ Արևմտյան Հայաստանի Բուրսա քաղաքի Ելդրմ համայնքին մեջ կշարունակվին պատմական հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները, որմե յետ կան նախատեսված է գործածել որպես Սետպաշը արվեստի կենտրոն։ Թուրքական իշխանություններուն համաձայն շենքը պիտի ծառայե մշակութային եւ գրթական ցերնակներու, սակայն գառույցը հայկական պատմամշակութային ժառանգության մաս է եւ անոր նոր գործառույթին վերաբերյալ դարբեր գնահատականներ կհնչեն։ Հայկական սրբավայրերու ամբողջական պահպանումը կպահանջի նաև անոնց հայկական ծագման եւ սկզբնական նշանակության պատճառ ճանաչումը։ Ըստ պաշտոնական տվյալներու վերականգնման աշխատանքներուն շուրջ 75% արդեն ավարտած է։ Խոր վիշտով կհայտնենք, որ մահացած է Վոլֆգանգ Գուստը։ Գերմանացի լրագրող, պատմաբան եւ գրող Գուստը երկար տարիներ աշխատած է բարբերականի մեջ եւ միջազգային ճանաչում ցերկ բերած է հայրու ցեղասպանության եւ Օսմանյան գայսրության պատմության վերաբերյալ իր ուսումնասիրություններով։ Մեծ է անոր ներդրումը հայրու ցեղասպանության միջազգային ճանաչման գործին մեջ։ Ան կարևոր աշխատանք տարած է Գերմանիո արտաքին գործոց նախարարության քաղաքական արխիվներուն մեջ, ուսումնասիրելով եւ հրապարակելով հայրու ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթեր։ Մասնավորապես ապացուցած է, որ Հովանես Լեպսիուսի 1919-ի հրադարակած շարք փաստաթուղթեր փոփոխված եւ գրճատված էին, թաքցնելով Գերմանիո մեղսակցությունը։ Անոր հիմնարար աշխատությունը ներառած է հարյուրավոր գաղտնի դիվանագիտական փաստաթուղթեր եւ զգալի ասեցություն ունեցած է 2016-ին Գերմանիո Բունդեստագի գոմե հայրու ցեղասպանության ճանաչման գործընթացին վրա։ Հայրու ցեղասպանության թանկարան հիմնարկի անձնակազմը խորին ցավակցություն կհայտնի Վոլֆգանգ Գուստի ընտանիքին, հարազատներուն, գործընկերներուն եւ բոլոր անոնց, որոնք գնահատած են անոր մեծ վաստակը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։